Լարված քննարկումներն ազգային ժողովում շարունակվում են, փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները ևս։ Ընդդիմությունն ու իշխանականներն այս անգամ արտահերթ նիստում էին քննարկում կառավարության ներկայացրած ծրագրերը։ Լարվածությունն աճեց, երբ դաշնակցական падգամավոր Գեղամ Մանուկյանն ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանին մեղադրեց ժամանակին Վազգեն Սարգսյանի դեմ ատելություն գեներացնելու համար։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցիր։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացիր որովհետև։ Մանուկյանի այս կոչին Ալեն Սիմոնյանն արձագանքեց, ինչից հետո թեժ բանավեճ սկսվեց։ Ազգային ժողովի նախագահն էլ իր հերթին սպառնացողներին կոչ արեց գլուխները պատին տալ։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու։ Ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, հերիք մի սպառնում ես ինձ։ Սպառնում ես ինձ։ Դե հետո ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս, բոլորը, ով որ կարա իրան թույլ տա սպառնի։